գրեթե մոտ 70%-ով ավել նախանշված դրված թվից։ Ուրեմն խաղողի մթերման ծավալները անցած տարի 164,200 տոննա խաղող է մթերվել, որևէ բողոք չի եղել, այս տարի մթերվել է 200,000 եւ էլի բողոք չի եղել։ Նույնիսկ շատ մեծ ցանկության եւ հրահրումների արդյունքում բողոք չի եղել, որովհետեւ բոլոր 200,000 տոննան մինչեւ վերջ մթերվել է, ավելին ասեմ, վերջում որոշ մեր հայրենակիցներ զանգել են ինձ ասել են մեկ օրինակ զիլ մեքենա այգու տակից հատիկներ ենք հավաքել, դա կարող ենք մթերել, զանգել եմ գործարաններին, դա էլ ենք մթերել։ Այսինքն Հայաստանում չի եղել մի հատիկ խաղող, որը չի մթերվել եւ աճը 21.8%, այսինքն այս տարի 21.8% ավելի շատ խաղող ենք մթերել, քան անցած տարի, այս տարի գինը եղել է ավելի բարձր, քան անցած տարի եւ 24 թվականի խաղողի մթերման հետ կապված խնդիր չի եղել, 25-ին էլ չի եղել, 26-ին էլ չի լինելու։ Ուրեմն կոնյակի սպիրտի արտահանման ծավալները աճել են 13.7%-ով։ 10.9 միլիոն լիտրից 12.4 միլիոն լիտր հասնելու, սա է պատճառը, որ նա կարողացել ենք մթերում անել։ Ինտենսիվ այգիները 1000 հեկտար պետք է մեկ տարում կառուցվեր, 1365 հեկտար։ Ընդ որում, ասեմ ձեզ, այս 1365-ը իմ բծախնդրության հետևանքով ա եղել, որովհետև ես գնացել եմ, օրինակ, ընդհանրենք 2000 հեկտար ասել եմ պատրաստ է, մոնիտորինգը գնացել եմ, մի 500 հեկտար չի հաստատել, հետո ես եմ գնացել մանեկել, մի 100-150 հեկտար էլ ես չեմ հաստատել։ Այսինքն այն որ այստեղ մի ծառ չորացած է, ասել եմ գնաք այս ծառը նորից կվերատնկեք, կկպնի, նոր կգաք ձեր գումարը կտանք, նոր կգաք կհաշվառենք։ Այստեղ քարը լավ չեք մաքրել, այս քարերը կմաքրեք, նոր կգաք ձեր գումարը կտանք։ Այսինքն ոչ որ այգին չկա։ Ուղղակի ուզում ենք իդեալական կատարյալ այգիներ լինեն, նոր ուրեմն գումարը փոխհատուցումը տալիս ենք։ Էլի ուրեմն ինտենսիվ հիմնված այգիները 1000 հեկտար եւ ավել միայն 24 եւ 25 թվականին է հիմնվել, իսկ 25-ը բնականաբար ամենաբարձր ցուցանիշն է այս առումով ուրեմն եղել։ Եվ որի արդյունքում բազմամյա տնկարկները 18 թվականի նկատմամբ 18.6%-ով աճել են։ Եթե 18 թվականի 35.3 հազար հեկտար էր բազմամյա տնկարկները, այսօր Հայաստանում արդեն մոտ 42,000 հեկտար բազմամյա տնկարկներ ուրեմն կան եւ սա էլ այդ մեր կառուցվածքն է։ Էլի ջերմատնային տնտեսություններն է, տեսնում եք լավագույն ցուցը։ Նշանորից ուրեմն 25 թվականին է արձանագրվել, թիրախից 2.6 անգամ ավելի բարձր ցուցանիշը արձանագրվել։ Իրականացրել ենք նաև բուսաբուծության աջակցության ծրագիր, որը ինքը մասամբ ինտենսիվ ծրագիր է, այն իմաստով, որ մարդկանց, եթե իրենք ինտենսիվ ներողություն, բարձր որակի սելեկցիոն սերմերով ցանկ են իրականացրել, կառավարությունը 50%-ով ծախսերը սուբսիդավորել է իրենց եւ դա է պատճառը, որ մենք տեսնում ենք, որ 24 թվականի ուրեմն նաև այս ծրագրի ուրեմն հետևանքով ըստ էության 5000 հեկտարով ավելացել են մշակվող հողատարածքները բուսաբուծության ոլորտում, միայն այս ոլորտում մեկ տարվա ընթացքում ուրեմն իրենք ցանկատարությունները ըստ էության ավելացել են։ Հաջորդիվ գինու մասին մի փոքր, գինու արտահանման գումարային աճը 13% է, այսինքն եթե համատենք 25 եւ 24-ը 13%-ով ավելի շատ գինի ենք ուրեմն արտահանել դոլարային արժեքով, դրամային արժեքով ես նկատի ունեմ, որովհետեւ նաեւ սա ինչու է կարեւոր, որովհետեւ մենք միջազգային շուկաներում որոշակի փոփոխություններ է տեղի ունենում գինու սպառումը ընդհանուր առմամբ անկում է ապրում, բայց մեր գինու արտահանումը շարունակաբար աճում է։ Սա շատ կարևոր է, որ գինու սպառումը աշխարհում որոշակի անկումային process-ների մեջ է, բայց մենք շարունակում ենք գինին ավելի շատ վաճառել, արտահանել։ Դրա փոխարեն գինու տուրիզմն է շարունակաբար աճում։ Դա է պատճառը, որ մենք արձագանքում ենք նաև համաշխարհային տենդենսին եւ տեսնում ենք, որ այսօր աշխարհում
գինու туриզմը շարունակաբար աճում է եւ կառավարությունը մտադիր է մի քանի տասնյակ միլիոն դոլար ներդրում անել Եղեգիս եւ Արենի համայնքներում եւ մենք ստեղծելու ենք գինու եւ ագրոտուրիզմի կլաստեր Եղեգիսում եւ Արենիում եւ դա նրա համար է որ մենք ոչ միայն գինի արտադրենք ու արտահանենք վաճառենք այլ նաեւ զբոսաշրջիկը գա Հայաստան եւ մեկ բաժակ գինու համար վճարի օրինակ այնքան ինչքան մեկ շշի համար է նախատեսված որովհետեւ գինու туриզմը հենց դրանով է հետաքրքիր եւ ինքը զարգացում է այսինքն նույն զբոսաշրջիկը հիմա ավելի շատ հակված է պայմանական $5 վճարել ոչ թե խանութից առնել մեկ շիշ գինի այլ ինքը